գլխավոր շտաբի պետը խոսեց այդ ծառահատումներից եւ ըստ էության ասաց, որ կա խնդիր այն հատվածներում, որտեղ որ Ադրբեջանն է տիրապետում տարածքին եւ ինչ-որ ինժեներական աշխատանքներ են իրականացնում, ծառերը հատում է, ես ուզում եմ ձեզ հարցնել եւ խոսքը ոնց որ այդ Շիկահովի արգելոցի հատվածի մասին։ Ես ուզում եմ հարցնել ինչ քայլեր է ձեռնարկում, ասած քաղաքական դիմակում է հարցը, ես երկու հարցրեցի, դիմել են արդյոք Ադրբեջանին եւ այլն։ Հիմա ուզում եմ հարցնել այդ մասով ինչ որ քայլեր արվել են, այսինքն Ադրբեջանի հետ քննարկում եղել է այդ հարցով, որ այդ ծառայություններ չիրականացվեն կամ առհասարակ դիմել եք այդ հարցով Ադրբեջանին։ Ես տվել հարցին երրորդ անգամ եմ անդրադառնում, վերջին հենց նոր ներսում գործընկեր պատգամավորները հարցրեցին։ Ես փորձեմ ամփոփ ներկայացնել, երևի ավելի մանրամասն կհետևեք, կտեսնենք ինչ եմ ասել։ Տեսեք, մենք 2021 թվականին սահմանամերձ հատվածներում ունեցել ենք էկոհամակարգի վնաս ենք ունեցել եւ էկոհամակարգի խաթարում ենք ունեցել։ Դա ինչ է նշանակում։ Այսինքն անտարաշերտը վնասվել է կամ նախ արկելոցները ոչ միայն անտարաշերտով են, այսինքն մեծ հաշվով համարվում են էկոհամակարգի։ Հիմա մեզ քննադատում են, ասում են էկոհամակարգի ինչ նշանակում էկոհամակարգը, բացատներն են էկոհամակարգի, կենտրոններն են էկոհամակարգը անտառն, այդ ամբողջականությունը արկելոցի խաթարվել է, այսինքն ունեցել են վնասներ 2021 թվականին։ Ես տեղեկացված եմ, որ այդ ժամանակահատվածում փորձ է եղել երկու կողմից ուսումնասիրել վնասները, բայց քանի որ այս պահին ունեցած իրավիճակը տվյալ հատվածում մեզ հնարավորություն չի տալիս, որպեսզի մենք իրականացնենք ավելի խոր ուսումնասիրություն եւ օրինակ վնասի գնահատում անենք, այդ հարցը արգախվել է մեկ շատ ավելի կարևոր հարցի պատճառով սահմանազատման աշխատանքների իրականացման համար։ Ես ուղղակի մի քանի րոպե առաջ ուղղակի շեշտեցի, բայց ստիպված պետք է կրկնվեմ, իմ համար որպես շրջակա միջավայրի նախարար բնապահպանական հարցերը անչափ կարևոր են, բայց որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որպես կառավարության անդամ, մենք ունենք շատ ավելի կարևոր օրակարգ, դա խաղաղության օրակարգն է։ Եվ ես վստահ եմ, որ մենք դե ֆակտո խաղաղությունը, որը այս պահին ունենք, երբ որ ամբողջությամբ հաստատվի դե յուրե եւ ամբողջությամբ ունենք սահմանազատված սահմաններ մեր հարևանների հետ, այդ ժամանակ արդեն կարծում եմ այն միջազգային հաղթանակներում, որտեղ որ ես հանդես եմ գալիս որպես կոպ նախագահ, ես նաեւ այդ հնարավորությունը կօգտագործեմ, որպեսզի գործընկերների հետ աշխատենք, քննարկենք առաջարկություններով հանդես գանք, որպեսզի իրականացնենք օրինակ անդրսահմանային հատվածներում միասնական բնապահպանական ծրագրեր։ Որ ասում եք էկոհամակարգը վնասվել է, դրա մեջ նարեկ ծառերի հատումն է մտնում։ Ես նորից ասացի, որպեսզի մենք հնարավորություն ունենք նման գնահատում անելու համար, մենք պետք է Մաթեոսյան։ Դա ես նշեցի, այսինքն այդ հատվածում կոնկրետ ներքին հանդի հատվածում եւ մնացած հատվածներում Սյունիքի այդ սահմանամերձ հատվածում դուք տեղեկ եք, որ ռազմական իրավիճակից հետո եղել են որոշակի դիրքերի փոփոխություններ եւ ես ավել ցավոք սրտի այս բանը չեմ կարող մեկնաբանել։ Այսինքն հնարավոր չէ համագործակցել։ Ես արդեն նշեցի, թույլ տվեք նախ առաջին ես չեմ ուզում իմ ոլորտի լիազորությունների չեղեմ եւ մենք խոսում ենք Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մասին եւ Հայաստանի Հանրապետության սահմանների մասին։ Ես կարծում եմ բավականին հստակ պատասխան տալիս։ Բայց մի ճշտով բան Մարտիրոսյան, այսինքն փորձ արվել է, բայց չի ստացվել գնահատում իրականացնել։ Հիմա փորձ արվել է կամ չի արվել, դա էական չի։ Էական հետևյալը, որ ես նշեցի, եղել են դիրքերի փոփոխություններ տվյալ հատվածում եւ տվյալ հատվածն ասելով ես նկատի ունեմ սահմանամերձ հատվածում։ Այսինքն մենք չենք խոսում ամբողջ արկելոցի մասին։ Ոնց է հաշվի առնեմ։ Արկելոց փողակը չեմ հիշում այս բանին, իհարկե ունեի տվյալները, բայց այս բանին չեմ հիշում։ Մենք չենք խոսում ընդհանուր արկելոցի մասին, մենք խոսում ենք ուղղակի այդ տվյալ հատվածի մասին։ Այս կանոն խնդրում սահմանափակին 2021 թվականի 44-օրյա պատերազմից հետո դրանից հետո ինչ որ նոր որովհետեւ նաեւ տեղեկություններ եղան, որ էլի ծառայությունները շարունակվել ինչ որ մեկ անգամ ես լսեցի, որ բնութագրվեց գործընկերների կողմից էկոլոգիական աղետ, ես ես վստահում եմ էկոլոգիական աղետ չի։ Էկոլոգիական աղետ այլ բան։
Չէ, նկատում եմ 21-ից հետո այլ հարցեր կան։ չի եղել ծառայություններ։ Ես նորից ասած, երբ ուսումնասիրությունը անենք, երբ հասնենք այդ կետին, երբ որ այդ հատվածում իրականացվել են սահմանազատման աշխատանքները, եւ մենք ունենք հնարավորություն, որպեսզի մասնագետները գնան, մենք խոսում ենք գիտնականների մասին, ոչ թե ռազմական մարմնի ծառայողների մասին, որպեսզի գիտնականները հնարավորություն են գնալու հարևան երկրի ներկայացուցիչների հետ ուսումնասիրություն անելու, դրանից հետո հասկանալու վնասները եւ նորից եմ կրկնում, շատ ավելի ուրախալի կլինի, որ մենք ընդհանուր անդրսահմանային հատվածներում իրականացնենք բնապահպանական ծրագրեր միասին։ Իսկ նման առաջարկ արել եք Ադրբեջանը։ Նման առաջարկ արել եք։ Ես ասում եմ առաջարկը սահմանազատման աշխատանքն է։ Մինչև սահմանազատվի այդ հատվածում պետքա սահմանազատում լինի, որպեսզի հստակեցվի այդ աշխատանքները մասնագետները պետք է իրականացնեն, դրանից հետո նոր արդեն մենք կհասկանանք վնասների չափը կտեղեկացնենք։ Ուժեղ Հայաստանը կենտրոնական քրեական հանձնաժողով է ներկայացրել, որպեսզի ընտրությունների արդյունքները չեղարկվեն։ Ըստ ձեզ ինչու է կանում։ Ես անկեղծ ասած տեղեկ չեմ առաջին անգամ ձեզանից եմ լսում, զբաղվածության պատճառով չեմ հետևել։ Քաղաքական թիմի անդամ 3 կենտրոնական քրեական հանձնաժողովը երկու ընտրատեղամասերում ընտրությունների քվեները չեղարկել է, որից քաղաքացիական պայմանագրի ձայները պակասել է 1224, նաև պակասել է Բարգավաճ Հայաստանի։ Իսկ ինչ գիտեք, որ պակասել է։ Հայտարարվել։ Հիմա տեսեք, ես իրավաբան չեմ, ինչքանով ես տեղյակ եմ, երբ որ ընտրատեղամասի արդյունքները չեղարկվում են, ըստ գործող օրենսգրքի հայտարարում են նոր ընտրություններ։ Այլ որ վերաքվեարկությունից հետո այդ ժամանակ իմանանք ում ձայներն են պակասել, ում ձայներն ավելացել։ Այսինքն կլինի վերաքվեարկություն։ Եթե չեղարկվել են բողոքի հիման վրա, ես նաև տեղյակ եմ, որ շատ տեղերում երբ որ բողոքարկվել են, որպեսզի ընտրատեղամասերում վերահաշվարկ լինի, քաղաքացիական պայմանագրի կուսակցության քվեները բավականին ավելացել են։ Հիմա մինչև չլինի վերաքվեարկություն, ես նման պնդում անեմ չեմ կարող։ Այսինքն Ես իրավաբան չեմ, բայց ես ինչքան տեղեկացա իմ իրավաբան գործընկերների հետ, իրենք ինձ բացատրեցին, որ ըստ կարգի, այսինքն չեղավ համարից հետո պետք է լինի վերաքվեարկություն, բայց խնդրում եմ ինձ հողում չանեք։ Չէ, ես ձեր գործընկեր իրավաբանների կարող եք հարցնել նրան կենտրոնական ընտրական հանձնաժողովին կամ իրավաբաններին, ես ուղղակի ասացի այն, ինչը որ տեղեկացած եմ իրավաբան գործընկերներից։